մինչև մարտի 8-ը Իզիա համակարգի ցանկացած խանութներից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ եւ ստացեք ծխատարը, չորանոցը եւ հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապարիկը տևում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Շարունակում ենք աշխատանքը եւ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի հետ։ Պարոն Հայրապետյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես պարոն Հայրապետյան առավոտյան փաստորեն մեկնարկեց եպիսկոպոսած ժողովը կամ ավելի կոնկրետ հավաքը, որովհետեւ գիտեք կաթողիկոսը ներկա չի լինելու եւ ըստ այդմ փոխվում է այդ ժողովի տրամաբանությունը հենց մեկնելուց մի քանի օր առաջ քրեական վարույթ նախաձեռնվեց, որի շրջանակներում նա պարզապես չի կարող լքել Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա ստեղծված իրավիճակում ընդհանրապես մենք բազմիցս ձեզ հետ խոսել ենք Հայաստանի իշխանություն, կաթողիկոս կամ որոշ հոգեվորականներ այս առճակատման մասին։ Ստեղծված իրավիճակը տանում է դեպի հանգուցալուծում, մոտ ենք դրան, թե ավելի փակուղային իրավիճակ է, համեցեք։ Ըստ իս փակուղային իրավիճակ է, որը երևի թե շատ ավելի լավ է, քան իշխանությունների պատկերացրած հանգուցալուծումը։ Այլ փակուղային վիճակ է։ Նկատի ունեք իշխանության պատկերացրած սցենարը հետևյալն է, վեհափառը պիտի ազատի վեհարանը։ Չեմ կարծում, թե դա է, եթե ուզում եք ավելի լավ իմանալ, թե որն է իշխանության պատկերացրած սցենարը, դա պետք է հարցնել Ալաշուքյուր Փաշազադեին, որովհետև ինքը ստարտը տվեց այս գործընթացի։ Պարոն Հայրապետյան, ինչ նկատի ունեք։ Այն որ ասած հայ եկեղեցին տարածաշրջանում ապակայունացման օջախ է եւ պետք է հայ եկեղեցու սանձերը քաշել։ Իշխանությունը այլ բան է ասում, պարոն Հայրապետյան, իշխանությունը ասում է կոնկրետ փաստորեն վտանգներ կան, քաղաքական հայտ է ներկայացրել իշխանություն եկեղեցին կամ որոշ հոգևորականներ ներկայացրել են մի մասը ԿԳԲ գործակալներ են եւ այլն, գիտեք կաթողիկոսի եւ եղբոր մասին ինչեր էին ասում։ Հիմա ուզում հասկանալ, այդտեղ ճշմարտության հատիկ չկար։ Ճշմարտությունն այն է, որ այո, հնարավոր չէր սովետական տոտալիտար հասարակությունում բարձրաստիճան հոգևորական դառնալ, եկեղեցական դառնալ, եւ ընդ որում դա ոչ միայն հայ եկեղեցուն է վերաբերում, այլ նաեւ ռուսական եկեղեցուն, այլ նաեւ իսլամական մսկիթներին, հա, նրանց ղեկավարությանը, մոլլաներին, որ չհամագործակցեն կամ ուղիղ գծով նրանց գործակալները չլինեին։ Դա բնական է, բայց մյուս կողմից էլ սրիկայություն է, երբ որ հատվածական բացահայտումներ են անում, ինքս չեմ հավատում այդ բացահայտումներին, որովհետև մյուս կողմից էլ բացահայտել էին, իբրև թե բացահայտել էին մեր արտգործնախարարի գործակալ լինելը, այդ քաշքշվող, տանջվող, լլկվող դիակը թաղել է պետք եւ բացել ամբողջ արխիվը ԿԳԲ-ի։ Ինչի չի արվում։ Եթե չի արվում, ուրեմն որպես սովորական քաղաքացի ես ինձ իրավունք եմ վերապահում չհավատալ իշխանության կողմից հրապարակ նետված որևէ խոսույթի։ Հիշում եք մի ժամանակ էլ ասում էր, այդ թուղթը ես տեսել եմ, որ Արմեն Սարգսյանը կեցության ինչ-որ թուղթ է բերել եւ սահմանադրության ամբողջ ժողովրդով հավատացինք, ճիշտ է։ Ճիշտ ասած ես չէ։ Մինչև հիմա այդ թուղթն ով է տեսել։ Իսկ ով ասաց, որ պարոն Փաշինյանը ճիշտ է ասել։ Եթե կա թող ցույց տա։ Այդ թուղթը թող ցույց տա, իր տեսած թուղթը։ Ասում էր, որ եկեղեցին փորձում է այստեղից ինչ-որ բաներ հանել, տանել, կաթողիկոսություն տեղափոխել։ Այդպիսի բաներ իհարկե մեր պատմության մեջ եղել են, երբ կաթողիկոսությունը տեղափոխվել է։ Եվ գանձերը եւ կաթողիկոսությունը տեղափոխել։ Դրա համար թող մի հատ փաստ հրապարակ էլի, որովհետեւ ինքը զրո վստահության քվե ունի ինձ նման մարդկանց մոտ։ Թող փաստ հրապարակի, որ մարդն ուզում էր բան անել, ինչ-որ գանձեր հանել կամ չգիտեմ, ինչ-որ բաներ տեղափոխել Հայաստանից դուրս։ Չի կարելի էլի, մենք էս ուր ենք հասել գրպանը պլան գծող սովետական մենթի հոգեբանության մեջ։ Հիշում եք, ես վերջերս էլ այդպիսի բան եղավ։ Ես էլ զայրացել եմ, ասում եի ոնց պետք է սատկացնել ուրեմն դրանց այդ ինչ է նշանակում հայոց լեզվի դեմ խոսում է պարոն Սամվել Կարապետյանը։
Բանից պարզվում է մի քանի տարի առաջվա հարցազրույցից ինչ որ դիսկրետ հատված են հանել, այդ դիսկրետ հատվածը այն ժամանակ ես հիշում եմ, այդ մարդն ասել էր, ես էլ վերկացա իրեն բաց TV-ով, եթե չեմ սխալվում, լավ պորտը տեղը դրեց, թե դա քո խելքի բանը չէ, բայց հիմա նույն բանը մի քանի տարի առաջվա հոդվածը նորից դնել, դա սովորական չեկիստի կագեբեշնիկի հոգեբանություն է, որովհետև օրինակ ասենք մեր Գուրգեն Մահարին, Նորենցը, Ալազանը, գիտեք երկրորդ անգամ ինչ են դատվել, նույն հոդվածով առանց ստորակետ փոխելու, նույն հոդվածով մենակ սովետական միությունում է, որ մարդը երկու անգամ կարող էր դատվել։ Հիմա հանում են եւ sense փոշեն նստեցնում մարդկանց աչքերի առջև, չի կարելի։ Is ինչքան մենթ են դարձել, ոնց կարելի է նույն հոդվածով երկու անգամ։ Դրա համար այո, սրանք բոլշևիկների զավակներ են եւ իշխանությունը եւ ընդդիմությունը եւ բնականաբար պիտի եկեղեցուն հալածեն, բնականաբար պիտի մեր առաջին հանրապետության վրա վայրահաչեն, իդեպ ես մոռացա ասել, ներողություն երևի հենց այդտեղից պիտի սկսեի, ես շնորհավորում եմ ոչ բոլշևիկների ծնունդ բոլոր հայորդիներին այս օրվա առիթով, որովհետև այսօր Սրբազան Փետրվարյան ապստամբության տարեդարձն է, որի շնորհիվ մենք մեր մեծագույն գիտնականներից մեկին ռուսական եւ թուրքական եւ հայ բոլշևիկյան մսաղացից կարողացանք դուրս բերել Երևանի բանտերից, բայց կորցրեցինք այնտեղ, ասենք, Վան ազատագրողներից մեկին, ասենք, Համազասպին, կացնահարված մի քիչ էլ ուշանային Նիկոլ Աղբալյանին էլ էին վարի տալու ու էլի մեծագույն մտավորականներ, օրինակ ասենք Հովանես Քաջազնունուն։ Հիմա դրանց զավակներն եկել նույն դատավարություն, երկրորդ հոդվածով հենց հիմա դաշնակցության դեմ ու եկեղեցու դեմ են պայքարում։ Ինչով են տարբեր։ Տարբերությունը ո՞րն է։ Պարոն դուք ապօրինի անհիմն եք համարում, այսինքն 107 հոդվածի երկրորդ մասով դատական ակտի կատարմանը խոչընդոտելը, որով անցնում է կաթողիկոսը այս գործը։ Ասած չգիտեմ դա ինչ հոդված է, բառացի չգիտեմ ինչ է նշանակում։ Որովհետև դուք գիտեք, որ ուրեմն կարգալույծ եղած հոգևորականներից մեկը դիմել էր դատարան, նրա այսպես ասած իրավունքները վերականգնվել են եւ այդ իրավունքները չկատարելու ուրեմն կամ կատարելուն խոչընդոտելու։ Չէ, դա հայտարարություն է հենց իշխանության կողմից։ Նախ իշխանությունն իրավունք չուներ, դա եկեղեցու ներսի գործն է։ Ուրիշ բան, որ ինքը հասարակության մեջ ինչ որ Այսինքն հոգևորական իրավունք չունի դիմի իրավապահներին։ Իրավապահներին քրեական գործերով, վարչական գործերով իրավունք ունի դիմելու, բայց միապետություն է ցանկացած կրոնական համակարգ միապետություն է։ Նրա ներսի գործերին պետությունը չի խառնվում, եթե դա կրոնապետություն չէ։ Հիմա ինչ մենք կրոնապետություն ենք, մեր դատարանն է որոշում, ով որ թեմի առաջնորդը լինի։ Հա, եթե, չգիտեմ, ավտովթարկանի մեկից կաշառք կվերցնի, մեկի գլուխը կջարդի, կհայհոյի մեկին քրեական որպես քաղաքացի, քրեական գանել օտարերկրյա քաղաքացի թեկուզ, քրեական օրենսգրքով կդատվի, բայց ներսում թե կաթողիկոսն ում կհանի, ում կդնի, իրենք կաթողիկոսին կհանեն, թե չեն հանի, դա ներսի խնդիր է եւ որպես դասական գեղցիներ իրենք անբայից չեն տարբերում, էլի։ Ներսն ու դուրսը չեն տարբերում։ Պարոն Հայրապետյան, ըստ էության այս փակուղային վիճակը դուք համարում եք կամ ճգնաժամային վիճակը դուք համարում եք ավելի լավ լուծում, քան մնային ինչ պլանավորել էր կամ պատկերացնում էր իշխանությունը։ Մոտավորապես այսպես ձևակերպեցիք։ Ձեր գնահատմամբ ի վերջո այս խնդիրը ինչպիսի հանգուցալուծում է ստանալու կամ պիտի ստանա։ Որովհետև ինչպես տեսնում եք իշխանությունը համառ է իր գործադրած ջանքերում, թեև տեսնում եք օրինակ, որ եպիսկոպոսների թիվն էլ վերջին շրջանում մեծ հաշվով չի ավելանում, այն 10 եպիսկոպոսներից բացի նոր անուններ գրեթե չկան, մեկ էլ մի 30 քահանա։ Էլի կարող են ավելացնել։ Դե ասի չէ բոլշևիկների զավակներ են։ Այդ թող մտնեն կաթողիկոսին խեղդեն, իրենց հայրերն այդպես վարվեցին Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսի հետ։ Թող տանեն գնդակահար են, թող բան անեն, Սիբիրներ աքսորեն։ Թե ապահայի մեջ չենք կամ հապկի մեջ չենք, Սիբիր չեն կարող։ Այդպես է եղել, գիտեք, 8 հոգի միաբան էր մնացել ավելի քան 1000 հոգուց հայ հոգեբորականներից։ Այդպես վարվեցին կոմունիստները, թող իրանք էլ անեն, կանեն, իհարկե իշխանությունն են, բայց ասում եք ոնց կարող է լինել, ինչ իմանամ, Ամերիկան կխփի Իրանին, թե չէ։ Եթե խփեց, ոչ մի ընտրություն, ոչ մի բան, խցանի նման դուրս է թռչելու Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ թիմի հետ միասին, որոնք սիրով լծված կատարում են, կրկնեմ, Ալաշոքյուր Փաշազադեի հանձնարարականը։
Մենք տեսնում ենք նաև այնտեղ որոշակի առաջընթաց կա, գիտեք, նախորդին էլ հանդիպումներ էին տեղի ունեցել, կարծեք թե այդ հարվածը դեռ որ առժամանակ հետաձգվում է։ Ում կողմից է։ Միացյալ Նահանգների Իրանին ուղղված հարվածը։ Հա, դրա համար չգիտեմ, դրա համար որ ասում եք իշխանությունները կհաղթեն, չգիտեմ իշխանությունները վաղը կմնան թե չեն մնա։ Եթե այսպես ամեն ինչ գնաց, տարածաշրջանը չխառնվեց, իհարկե, բայց Էրդողանի, Ալիևի, Պուտինի նման թիկունք ունի, իհարկե, այս իշխանությունը կմնա։ Պարոն Հայրապետյան, տեսեք, խորհրդարանական ընտրություններին հաշված ամիսներ են մնացել ու հիմա վստահաբար տեսնում եք թե քաղաքական ինչպիսի դասավորումներ են Ծառուկյանը, Մայր Հայաստան եւ այլն ինչպես են համախմբվում եւ նրանք հարցազրույց են տալիս ու պարզվում է որ շատ հնարավոր է այդ բոլորի համախմբումը մեկ ընդհանուր գաղափարի շուրջ այս իշխանությանը հեռացնելու ամեն կերպ խոչընդոտելու օրինակ Նիկոլ Փաշինյանի այսպես ասած վերարտադրությունը եւ բաց այդ տեքստով խոսում են Գյումրի 2 սցենարի մասին։ Եթե ոչինչ չփոխվի եւ եթե Միացյալ Նահանգները, ինչպես դուք եք ասում, չհարվածի Իրանին, պատկերը ինչպիսին է լինելու։ Իսկապես ուրեմն լրջագույն խնդիր կստեղծվի իշխանությունների համար այս բոլորի համախմբման դեպքում, որովհետև հիշում ենք Գյումրիի սցենարը, դրանից հետո իշխանությունն ասում էր, այ տեսակ, մենք վաղ շաբաթում այլ արդյունք գրանցեցինք, Գյումրիի սցենարը պետք է բացառել, բայց այսօր դարձել է ուրեմն լրջագույն քննարկման առարկա։ Եթե մտնեմ ձեր տրամաբանության մեջ, ուրեմն ստիպված եմ ընդունելու, որ Հայաստանում իշխանությունները փոփոխվում են ընտրությունների ճանապարհով։ Ոչ այդպիսի բան չի եղել եւ չի կարող լինել։ Իշխանությունը անկախ ամեն ինչից եւ նախկին իշխանությունը միշտ էլ ասել են, որ 30% ձայնը հենց այնպես կա, որպես պաշար, հա, ադմինիստրատիվ պաշար ունեն, մի քիչ էլ ավելացնել է ժողովրդի մի զանգվածի հեղեղուկ կամ աղանդավորական մտածողություն ունեցող, այսինքն կարծրատիպերով մտածող զանգվածի կարող են մի քիչ էլ բերել անել, կրկնեմ, դրսի այդպիսի հզոր ուժեր կան իշխանության, այսօրվա մեր իշխանության կողքին կանգնած, սա իշխանության մասով, իսկ այդ ընդդիմությունը հա թող ասի, միևնույն է որևէ մեկը ինձ նման մարդուն չի կարող տանել դրանց սարքած, իրար բերան թքած ապրում են, տանել իրենց դաշտի, իրենց խաղի կանոններն ընդունենք, որ եթե Ռոբը չէ, ապա Նիկոլը, եթե Նիկոլը չէ, ապա Ռոբը, ոչ, այդպես չեն կարողնել, ավելի լավ է, ընդհանրապես ասենք Հուդա, ինչ անելու է Սարագարը, որովհետև դա հուդաների խաղը հիմա Հայաստանում գնում, իհարկե որևէ ողջամիտ հայրենասեր հայ իր հայրենիքի համար չի կարող ցանկանալ ոչ Ռոբերտ Քոչարյան, ոչ Նիկոլ Փաշինյան, որովհետև երկուսն էլ ցավոք սրտի կյանքը ցույց տվեց, որ իրենց մտածողությամբ աղետ են մեր հայրենիքի ապագայի հանդեպ։ Պարոն Հայրապետյան, իսկ հնարավոր է դաշտը, եթե լիներ իսկապես քաղաքական կամք, ուրեմն այն իրավիճակը ստեղծվեր նախընտրական այս շրջանում, որ օրինակ այն ուժերը, որոնք տարիներ շարունակ ընտրակեղծարարությամբ էին զբաղվել եւ այս իշխանությունները մեկ անգամ չէ որ շեշտել էին դա եւ ընդդիմադիր եւ իշխանություն եղած ժամանակ, ընդհանրապես նրանք, որոնք այդ հանցակից էին եղել այդ արատավոր սխեմային, ընդհանրապես բացառվեր նրանց մասնակցությունը ընտրություններին, որովհետեւ հիմա շատ է այս դիսկուրսը, որ մենք անընդհատ նույն կոտրած դաշտակի առջև են կանգնում, որովհետև քաղաքական կամք չի եղել կամ եղել է, ինչպես իշխանությունն է ասում, գտնված ընդդիմություն իրենց համար։ Միշտ ընդդիմությունները գտնված են եղել Հայաստանում, որովհետև գաղափարական չեն եղել։ Միակ գաղափարական ընդդիմությունը Հայաստանում երբևէ եղած Վազգեն Մանուկյանի գլխավորած ընդդիմությունն եղել, որ գաղափարական այլ բան է ասել։ Մնացածը պարզապես նույն գույնի տարբեր երանգների մեջ խաղացել են։ Եվ դարձյալ չեմ ընդունում այդ հիմնադրույթը, որ ընտրություններով Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել, սակայն դա ամենևին չի նշանակում, թե դրսից նոր օժանդակություն ստանալով պետք է իշխանափոխություն իրականացնել, որովհետև դա մենք տեսել ենք այդ ողբերգությունը, երբեք չարժե գնալ դրան, հոկտեմբերի 27 տեսած ժողովուրդ ենք մենք, դրսից պետք է լինեն ուզելու մեզանից
իսկ հայ ժողովուրդը չպիտի երկրորդ անգամ գնա իր նվիրական զավակներին, նույնիսկ ոչ նվիրական զավակներին զոհասեղանին բարձրացնի։ Ոչ, ընտրություններով չի փոխվելու, իսկ ով է վայելում բարեհաճությունը, հիմա կռիվ են անում այն ռուսական կայսրության թակը Քիոսայանի նկարանած ֆիլմը, եթե հիշում եք այդ անորսալի վրիժարների շարունակությունը, այն որ իր գլխին խփնում ասում, այ այստեղ պիտի լինի ռուսական թագը, պետությունը ձեռից տվել են, դրսում էմիգրացիայում որ մեկը թագավոր պիտի լինի, հիմա սրանք են, իրենք էլ չգիտեն, օրինակ պարոն Քոչարյանն է երագլուխ փորձում է առաջ գնալ, 3 տարբեր թևերով, այդ Գյումրի այդ պրիմիտիվ սովորական թվաբանություն է։ Իշխանությունը որ ուզենա, գաղափարապես կդնի ու կջախջախի։ Իսկ ընդդիմությունն ինչու այդքան խոցելի իշխանությանը չի ջախջախում, որտեղ իրեն է ձեռը տալիս այսպիսի իշխանությունը։ Բա որ հանկարծ մի հատ հայրենասեր ազգայնական բարի բուն իմաստով, այո, ազգայնական եւ արևմտյան արժեքներով, այո, դա հենց մեր ազգի համար կարևոր արժեք է, հենց արևմտյան համակարգը, այդպիսի ինչ որ ուժ ձևավորվեր, կքաշվեին երկուսն էլ։ Դրա համար էլ մեկը մյուսին արյուն տալով պահում են, ավիշ են ներարկում մեկը մյուսին։ Եվ պարոն Հայրապետյան, ի վերջո մենք տեսնում ենք նույն Ռուսաստանի աջակցությունը այդ ուժերին, որոնք հավակնում են օրինակ համամիութենական պետության, որոնք ամեն կերպ ըստ էության աջակցում են Սամվել Կարապետյանին, մենք տեսնում ենք նաև Ծառուկյանի եւ մյուսների դիրքորոշումները, հիմա այստեղ process-ների վրա նրանց ազդեցությունը որ չափով կարող է վճռորոշ լինել, որքան էլ ասում եք, որ ընտրություններով իշխանափոխություն չի լինում Հայաստանի Հանրապետությունում, այնուամենայնիվ ավելի քան 80%, ավելի քան 80%, բայց միևնույն է ձեր թույլտվությամբ մի փոքր նրբերանգ ավելացնեմ։ Դուք երիտասարդ եք, դուք սովետական KGB-ի եւ սովետական միլիցիայի հետ չեք շփվել, այնտեղ խաղում էին այսպես, թվաբանական բան է, բարի մլիցա, չար մլիցա, հա, Ռուսաստանն էլ է այդպես խաղում, հրապարակային ինքը Քոչարյանի երագլուխ բանի կողմնակիցն է, հա, այս ընտրարշավի լծվածների, իսկ խորքում իրականում իշխանությունների կողմնակիցն, հեսա գտած իշխանություն է Ռուսաստանի համար, եւ այս խաղերը թող ձևեր չթափեն, թե Վենսը եկավ այստեղ, հիմա մենք քայլ ենք կատարում դեպի արևմուտք, ես նենց ափսոսում եմ, որ բավականին ուշ է մեր ժողովուրդը այս էյֆորիայից դուրս գալու հասկանալու, որ մենք էլի հերթական անգամ կուտ ենք կերել, բացարձակապես։ Այս անգամ Միացյալ Նահանգներից նկատի ունեք։ Ինքներս մեզ համոզելով, թե Միացյալ Նահանգներն այստեղ ավելին չարեց եւ չի անի, ինչ որ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են Ալյասկայում։ Իսկ թե ինչ են պայմանավորվել, մենք չգիտենք, իհարկե այդտեղ շատ գովելի մի բան կա, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանին հաջողվի դա անել, պետք է ուղղակի ծափահարել։ Եթե այդ տեխնոլոգիական հենակետ Հայաստանը կարողանան դարձնել, դա հրաշալի մի բան կլինի։ Մնացած բաները ամենևին լուրջ անվտանգության բարձիկներ չեն մեզ համար եւ մանավանդ զարգացման բարձիկներ չեն։ Այդ տեխնիկական, IT ոլորտի արհեստական բանականության նաեւ ոլորտի զարգացումներն են, եթե պարոն Փաշինյանին հաջողվի, բրավո իրեն։ Բայց դա ամենևին նույնիսկ դա չի նշանակի, որ մենք դուրս ենք եկել ռուսական հեգեմոն դաշտից։ Ես չգիտեմ Թրամփն ու Պուտինը Ալյասկայում Կովկասը ինչ տոկոսներով են իրար մեջ բաժանել, գուցե այս տոկոսների տիրույթում է խաղը, եւ պետք չէ մեր ժողովրդին խաբել, թե իշխանությունը մեզ տանում է դեպի արևմտյան պայծառ հորիզոններ, այդպես չէ։ Այդպես ժամանակին մենք մի 120-130 տարի առաջ կուտ ենք կերել, նույնիսկ 14 թվականի համաշխարհային պատերազմից օրեր առաջ ընդամենը մերոնք էլի ոգևորված ռուսներին խնդրում էին, ասում էին դե մի հատ էլ էլի այս թուրքերին ասեք, որ այն բարենորոգումների ծրագիրը, որ ընդունել եք, որ պիտի բարենորոգումներ անեն, սկսեն այդ մեր ինքնավար վիլայեթներում հայկական ինքնավարության, հայկական մշակութային ազատությունների այդ բարենորոգումները իրականացվեն։ Կուտ էին կերել, հետևանքն ինչ եղավ, հետևանքը ցեղասպանությունն էր եւ որից այլ ավելի ողբերգական հայրենազրկումը, մեր հայրենիքի
Այսօրվա հայրենիքից 14 անգամ մեծ տարածքներում քրդեր ու թուրքեր են ապրում։ Մենք հիմա ինչքան ուզում ենք մեծ խոսենք, կգնանք։ Պատկերացնում եք Նյու Յորքի 38-րդ հարկից Վանեցու կամ Սասունցու որևէ հետնորդ գնալու է Գլեգուզանում ապրելու կամ Երևանի այսինչ շուկայում փերեզակություն անող ինչ որ մեկն է գնալու ապրելու բացառված է։ Էլի ոգեղեն տղեր կճարվեն, ոնց որ ասենք կրպեան թաթուլներ, հա, որ կգնան գետաշենում տուները խաբան, թողած կգնան նորածին երախում, թողած գետաշեն կգնան։ Բայց դրանք հատուկ են կլինեն, այ մենք այս որակական կորուստն ենք ունեցել, այ որ անընդհատ կրկնում եմ, թե հոգևոր անվտանգության մասին է պետք հոգ տանել, սրանք միայն եւ իշխանություն եւ առավել եւս ընդդիմություն, պաշտոնական ընդդիմություն, հա, կերակրատաշտային, որոնք խորհրդարանում են, նրանք միայն նյութականից են կարճած։ Նժդեհը մի հատ լավ բան էր ասում էր միայն Զմյուրնիայի Իզմիրն է դա, հա, Զմյուրնիայի մեծահարուստների ոսկին բավական էր ունեցվածքը, որպեսզի հսկայական մի բանակ պահվեր։ Իսկ մենք խաղաղություն ենք ասում, միայն մենք ենք, չգիտես ինչ որ կրոնական մի մոլեռանդության հավատում ենք այդ խաղաղությանը, ոչ, գիտեք Մարկեսի գործի նման, այն որ ասում է վերնագիրը կարծեմ մի հայտարարված սպանության քրոնիկա, բոլորը գիտեն, որ պատերազմը պայթելու է, բայց բոլորը ձև են անում, թե խաղաղություն եկել մեր դուռը թակում է, այնպես չէ, խաղաղությունները միշտ փոքրիկ հատվածներ են եղել մարդկության պատմության ընթացքում, իսկ մարդկության պատմության ընթացքը պատերազմների պատմություն է։ Մենք չենք ուզում ամենապարզ բաները տեսնել, մենք մեր երազած իհարկե խաղաղությունը լավ է, բայց մեզ էլ չի տրվելու։ Մենք հավատում ենք, բայց մեր իշխանություններին այդ նույնիսկ ձևական խաղաղությունը չի տրվելու։ Գիտեք, ավետարանության չէ, անդադ ցիտում բաներ, այնտեղ կա ասում է եւ չկա խաղաղություն ամբարիշտներին։ Մենք ամբարիշտությունը հիմա մեր երկրի ներսում անում ենք։ Մենք մեր եկեղեցու գլխին ատոմային ռումբ գցած այսպես փոշեցրիվ ենք անում։ Իր սխալներով հանդերձ երբեմն թեև հաճախ ճակատագրական սխալներով հանդերձ եղած մեր ամենագործունյա, երբեմնի ամենագործունյա կուսակցության գլխին լուտանք ենք թափում հայեղափոխական դաշնակցության գլխին, մենք բաժանարար գծերը ինչքան հնարավոր է շատացնում ենք ամբարիշտի նման, եւ հետո մեզ խոսում խաղաղությունից չի լինելու, դա մեզ չի տրվելու, որտեվ կեղծում ենք, որովհետեւ մենք կեղծավոր ժողովուրդ ենք դարձել։ Իսկ ժողովուրդ ասվածը ինչ է, ինքը հայելին է իր ընտրանու, վերնախավի, նմանվում են օրվա հերոսներին, իսկ ովքեր են մեր օրվա հերոսները։ Մեր օրվա հերոսները նրանք են, ովքեր էկրաններին անընդհատ երևում են։ Իշխանություն, որովհետև կարող է միգալ կեքով գնալ, ընդդիմություն, որովհետև շատ ճոխ մեքենաներով կարող է գնալ։ Հերոսը նա է, ով որ հարկ է վճարում։ Դրանից առաջ էլ հիշում եք, կորոնայի ժամանակ երբ ասում էին հերոսը բացեք այդ հետ գնացեք այդ բանը, բոլորը Facebook-ներով, բաներով, լրատվականներով լցված բժիշկները հերոս են։ Լավ բժիշկներ կան։ Եվ տասված որ էլ ավելի շատ լինեն, բայց հերոսն ուրիշ բան է։ Ինչու են այդպես անում, որպեսզի մեր գիտակցության մեջ մերցնեն արժեքները հերոսը, մենք ամեն վարքյան օգտագործենք այդ բառը։ Պարոն Փաշինյանը բռերով հերոսի կոչումներ տվեց, չէ՞ մարդկանց։ Դրանցից քանիսն են բանտերում վերընկած եւ անցնում տարբեր քրեական գործերով։ Բացօր չէ՞ այդ գաղափարը վարի էինք տալիս։ Հիմա բոլորին հերոս կարելի ասել, հերոսը նրանք են, ում ուզում ես նմանվել, իսկ այսօր ինչ են ցույց տալիս, ստամոքս, մենք նյութապաշտ ենք դառնում եւ մեր այս չքնաղ չարքայ ժողովրդին սարքում ենք նյութապաշտ։ Հիմա այս ընտրական քարոզարշավը թեկուզ օրինականորեն չի սկսվել իրավական առումով, բայց արդեն սկսված է, նյութի քարոզ է, պարզապես նյութի քարոզ։ Շնորհակալ եմ, պարոն Հայրապետյան։ Ձեզ շնորհակալություն։ Առաջինի տաղավարում զրուցում էի հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի հետ։